Չորրորդ դարում հայոց Արշակունյաց Տրթատ մեծ թագավորի որդի Խոսրով II Կոտակարքան Գեղամա լեռների հարավային լանջերը դարձնելով արգելված գոտի անտառ տնկեց եւ այն դարձրեց արքոնի որսատեղի։ Մոտ կես դար առաջ 27000 հեկտար տարածքը դարձավ Խոսրովի արգելոց։ Սովետական Հայաստանի մոտ 10-րդ մասը փրկվեց քաղաքակրթությունից։ Պահանջվում է գտնել ինչ կա չկա այդ տարածքում հիմա։ Այն ինչ կա այստեղ դեռ երբեք չի եղել։ Ինչ եղել է կրկին չի գալու։ Ամեն ինչ նոր է, սակայն միշտ հին։ Նա ստեղծում է հավերժ նոր կերպարներ։ Նա միշտ խոսում է մեզ հետ։ Բայց մենք դժվարությամբ ենք հասկանում նրա հանելուկներն ու գաղտնիքները։ Մենք շրջապատված ենք նրանով, անկարող նրանից դուրս գալու և անկարող նրա մեջ ավելի խորը թափանցելու։ Մեր սովորական մարդկային քայլքով դժվար է հասնել նրան։ Ասորի գյոլ։ Այսինքն լիճ, Գյոլ կա ստեծ ու ասորին են բնակվում մեծին մասամբ ստեծ եւ ասում են ասորի գյոլ։ Մենք ասորիներից ավանդույթ ենք երկու հատ, հունիսի 14-ին, մեկ էլ հուլիսի 14-ին։ Այդ օրերը ոնց է խոսքի Զատիկը ոնց է հայերի։ Այդ տիպի է, էլի մատաղ են անում, կերուխում, բան, այսպես։ Ինչի մատաղ, թռչունի թե կենթանի։ Կենթանի։ Հա։ Այդ ամենակ։ Իսկ այս շրջանի բոլոր ասորիները այդ օրը հավաքվում են, այդ հունիսի 14-ին։ Հա, բայց հիմնականում Դվինում են հավաքվում, Դվինում մեծ եկեղեցի կա, հենց այդ օրվա անունով էլ կոչվում է, էլի։ Ոնց է անունը։ Մարես։ Մարես։ Հա։ Ինչ է նշանակում։ Չեմ անում ես։ Բայց ասորերեն գիտես թե մոռացել ես։ Չեմ սովորես, գիտես, հայի մեջ եմ։ Իսկ ծնողները։ Ծնողներս գիտեմ։ Մեր պապան է ասորի, պապան գիտի։ Մեզ նման շատերն են եկել ու անցել, քչերը մնացել ու ապրում են նրա մեջ։ Հատուկենտ են երջանիկները, ում հաջողվել է ճանաչել նրան։ Իսկ այս կենթանիներ բաներ են ասում վայրի չեք վախենում դրանց մեջ ապրում եք։ Կենթանի թողել է որ վախենան։ Չեն թողել։ Բա ինչ եղան։ Եսի։ Մկնդեր են գերե։ Զանդրացան գնացի։ Նա մի հավերժական կյանք է։
կայացում ու շարժում։ Անվերջ կերպարանափոխվում է եւ ոչ մի պահ կանգ չի առնում։ Ճանապարհ ենք ընկել։ Մեր նախորդների նման ուզում ենք ճանաչել ու հասկանալ անիմանալին։ Այս ճանապարհին հանդիպել ենք նոր ուղեկիցների, նրա լեզուն մեզանից լավ հասկացողների։ Աշխարհի քարտեզի վրա նույնիսկ ցանկության դեպքում դժվար է գտնել ազատ գետը, այն ընդամենը 60 կիլոմետր երկարություն ունի, սկսում է Գեղամա լեռներից 3200 մետր բարձրությունից, ճանապարհին սնվելով նման սառցադաշտերով արդեն բուռն փոթորկալից այս կերպարով հոսում է դեպի Արաքսի հովիտը։ Սակայն 60 կիլոմետրերի ընթացքում կտրումը անցնում է բնության և կենդանական աշխարհի մի յուրահատուկ արգելոցով, որը Խոսրովի անտառն է, անցնում է հնագույն ժամանակներից առ այսօր պահպանված հնավայրերի, մենաստանների, բնակավայրերի կողքով։ Սկսելով մեր ճանապարհը Ազատի հունով, ես խնդրում եմ նրան, որպեսզի պատմի այս հազարամյա պատմությունը, բացահայտելով մեզ համար հին ու նոր կենսագրություններ, ճակատագրեր և պատմության էջեր։ Աշխարհի ամենամեծ գյուտը ճանապարհն է։ Թե քեզ համար այդպես չէ։ Ինձ համար ճանապարհն է։ Թե ինչքան է այդ ճանապարհը դու կչափես։ Իմ ու քո չափերը տարբեր են։ Իմն անչափն է, որ սկսում է ազատությունից ու վերջանում խաղաղությամբ։ Խորությունն ու հաստությունը, բարձրությունն ու երկարությունը քո չափերն են։ Էլի եկել չափում ես։ Հետո կտպես գրքերում ու կսեփականաշնորես։ Առաջի ստեղծածը, տիեզերքի վեհությունը, իմ հոսքը, երկրի համը։ Հետո կպարծենաս քո քաղաքակրթությամբ, ստեղծածիդ խորությամբ։ Ինչու դու այսքան պարզունակ ստացվեցիր։ اخلی یاره یاره بخت منو بخت مرازا شبو باری باری گلاسور مرابین اخلی یاره یاره Նուբարաշին ավանից գալիս ենք այստեղ, մեկ ամիս բնակվում ենք այստեղ, ընտանիքով, երեխաներով, հետո տեղափոխվում ենք վերև, մոտ 10 կիլոմետր վերև։ Ասենց եղբայրներով եք գալի։ Այո, եղբայրներով, ասենք, օրինակ մենք երկու եղբայր ենք, երկուսս ամուսնացած, ունենք երեխաներ։ Քանի երեխա են։ Մեզ բոլորը ձեր երեխաներն են։ Օրինակ ես ունեմ երկու տղա, աղբերս մեկ տղա 4 աղջիկ, բոլորս այստեղ ենք, կնիկներով, հայրս մայրս գյուղում են, ավանում Նուբարաշեն նրանք չեն գալի, մեծահասակները։ Բարան բարի, հուրդը բարի, ախլե յարե, յարե, բախտ منو بخت مرازا شبو باری باری گلاسور مرابین اخلی یاره یاره Ձեր տնտեսությունը ինչքան է։ Մենք Քանակը, հոտը։ հոտը ընդհանրապես, ասենք, իմ էի նկատի ունենք, թե բոլորինս։ Ձերը եղբորը ընդհանուր իրար։ Ընդհանուրը մենք ունենք 170 հատ
մանր 12 հատ խոշոր երջերակ։ Մշակում ենք, ասենք, յուղը նրանցից ստացած, յուղը, պանիրը, բուրդը ու չաղանում է էլի ինքը, ասենք, յուղից որ գալիս ենք ստե, կանաչից օգտվում, ու ապրելակերպը գտել ենք այսենց, այսեր։ Գործը երբ է սկսվում։ Առավոտ շուտ, օրինակ 7-ին։ 7-ին։ Հա։ Մինչև 7-ը, հա։ Հա, իրիկվա մինչև ժամը 9-ին։ Ամենօրյա միանման այս կյանքը 2300 մետր բարձրության վրա վրաններում ամպրոպի և անձրևի տակ երեխաների գրկում նորածին գառնուկներին տաքացնելով նրանք բարձրանում են վեր ու վեր, մինչև աժդահակ։ Նրանք քաղաքակրթությունից պոկված այն բեկորն են, որ դարձել է այս տարածքի անօտարելի մասը, որ սնվում է շրջապատից, բայց չի պղծում այն։ Նրանց մի օրինակ կենցաղի սակավ բազմազանություններից մեկը հովաշների կռիվն է, որ մինչև բզկտում չէ։ Ուղղակի զբաղմունք է, թամաշա, երեխաների ու հյուրերի համար։ Մարդիկ այս ձորն անվանել են Քոռադարա։ 400 տարի առաջ Շահ Աբբասն այս շրջանում բնակվող բոլոր հայերին տեղահանեց Պարսկաստան։ Անհնազանդներն իջան ձորը։ 1000-ից ավելի մարդ ապաստանեց Յախշխանայրում։ Սա շրջակայքի ամենամեծ բնական ժայռախոշն է։ Դեռ 6-րդ դարից հայերն այս քարանձավը դարձրեցին թաքստոց բնակավայր։ Կառուցեցին քառախորան եկեղեցի, դիտակետեր, ժայռակերտ աստիճաններ, քարակերտ կառույցներ։ Շատ ջուր է հոսել այդ ժամանակներից։ Հիմա այստեղ միայն ավերակներ են։ Ախր իմ ու քո ժամանակաչափը տարբեր է։ Իմը հավերժն է, քոնը դարը։ Ու ինքնամոռաց դարիդ պահանջը երաս սարքած պայքարում ես։ Չգիտեմ ինչի համար։ Մոռացել ես երևի, որ դու ես էի։ Հիշողություն դե կարճ, կյանքիդ չափ։ Հապաղական ջդիրունա իր աչքերիս մեջ։ Տեսար քեզ, լսեցիր ձայնդ, թե ձանձրացար։ Բայց ամեն օր դուրս եկող արևից չես ձանձրանա։ Սարեկած ոչխարից չես հոգնի։ Եթե իհարկե ճանապարհ ունես, որ անցնելու ես։ Մենք շարունակում ենք իջնել գետնի վար։ Այս տարածքում թավուտների մեջ կորած հանդիպում ենք հնագույն բնակավայրերի հետքերի։ Միայնակ ժայռազանգվածի խոռոչում երկհարկ եկեղեցի է։ Որևէ անուն չի պահպանվել։ Գառնեցիները խուց են ասում։ Պարզապես խուց։ Եվ այս վիմափոր եկեղեցին ստեղծողներից ոչ մեկի անունը հայտնի չէ։ Փոխարենը խուցը սիրելի հանգրվան է արշավորդների
քաղաքային ունայնությունից ձանձրացած նատուրալիստների համար։ Մեր երազները տարբեր են։ Ինձ համար երազը երեքն էր, անցյալ օրը, երբ ջուր խմողները շատ էին, հովացողները լիքը։ Ջուրը սառն էր, արևը տաք, մարդը ծարավ։ Հագեցել ես արդեն, ու կարծում ես, թե էլ չես ծարավելու։ Իրիկնանում է, շարունակում ենք ճանապարհը, արդեն անտառապահ գոռի գամբրի ճանավարի ուղեկցությամբ, դեպի մեր կայանատեղ։ Ուրեմն այս ձորը բանա, կոչվում միլիդարա, թուրքերեն բանա, բառը, հայերեն որ թարգմանում են, կլում է հազարաձոր։ Շատ յուղեր այլ է, ժողովուրդը շատ են բնակվել, մի 15-20 յուղ է եղել։ Ունենք Թարաչամալար, Ալիմարդան, Բայբուրդ, Գիլանլար, այստեղ որ ստացանք ես հիմա Չորփչանձնա, ունենք Իմիրզի, Կալադբը, շատ յուղեր այլ է։ Հայ ու թուրք իրար այդպես խառը ապրել են, էլի, խառը։ Հետո 50-ական թվերից այս յուղերը արդեն սկսել են ժողովրդին հանել, տեղափոխել ներքև, այս տարածքները մնացել է որպես կոլխոզային տարածք։ Մի մասը եղել է արգելոցին գետից են ապ, իսկ այս տարածքները որ կա, ասենց երևում է կոլխոզային տարածքներ էլ է, ասենք եկել են Սարատեղ ժողովուրդը համարներ այդպես ոբշում։ 86 թվից հետո տարածքները մեծացրին, վերցրին արգելոցի տրամադրության տակ։ Մեր ելածնել էդ են մեկ, էսա։ Անտառը չթփուտները հիմնական կարելի ասել էլի։ Մեր հիմնական նպատակը պահելն է, պաշտպանելն է, երեխեքը լում են, ասենք, քաղաքից իրենց դասարանով կամ ասենք ուսանողներ, ոտքով 15-20 կիլոմետր գալիս ասում են, օրենքով ես պետքա չթողնեմ, բայց ասենք ակարակ, ես աջակցում եմ երեխեքին, օգնում եմ, բացատրում եմ, որ ասենք տենան սիրեն բնությունը, էլի վերջավ։ Ոնց էլ մեկ է, բնությանը սիրում են, բնությունը սիրողներ կլեն։ Բայց ասենք մարդիկ կան, որ իրոք մարկային հատկանիշներից հեռու, մարկը իրոք չէլ ճանաչում բնություն, չէլ ճանաչում, կարող է այսենց իր համար տնի մատ ծար կդրի, կամ ասենք մատ քարի վրա դրած շուռա տալիս տակնան նայում, տենը ինչ կա, չկա։ Ամեն դեպքում ինչքան ասենք մարդիկ քիչ լեն, այնքան օգուտ է անտառին։ Արգելոցը պետք է ունենա արգելոց, ինչ որտեղ պետք է, տարածքներ պետք է ունենանք, որ մեկի չանարատ մնա, էլի։ Ժողովուրդը որտեղ որ ասենք շատ է մտնում, ժողովուրդը ոսկը որտեղ որ լավ չասար վերանում ամեն ինչ։ Կենթանին կփախնի, այն օծ կարճներ փախնում է էլի մարդու դարդից։ Դրա համար պետք են այս տեղեր որ պահվեն։ Իրանք էլ են սիրում բնություն, իրանք էլ են ուզում ապրել, ման գալ։ Մեր տեսակներն են տարբեր։ Իմ կյանքի հոսքը հենց ուրախությունս է որ կա։ Քեզ համար ուրախությունն էլ արդյունավետ պիտի լինի։ Իմը երկող քարերն են, քոնը բետոնե աշտարակները։ Ես պիտի ազատ ճանապարհներ գծեմ։ Դու պիտի դրանք փակես ու խեղդես։
Սկիզբ առնելով Գեղամա լեռների լանջերից, ազատ գետը սնվում է ստորգետնյա ջրերով, հալոցքներով, փոքրիկ վտակներով։ Գառնիի մոտ նրան է միանում Գողթ գետը, և Խոսրովի արգելոցից ազատը հորդառատ հոսում է Զովաշենի ջրամբար։ Հետո արդեն ջրանցքներն ու առուները խմում են գետի ջուրը և ցամաքած ազատը ծորում է Արաքս։ Պահանջվում է գտնել, ինչ է լռում գետը։ Ավանիկ կոչվող գյուղատեղիում, որը ավելի հայտնի է Քյորփիկեն անվամբ, ազատը կիսվում է երկու մասի։ Մի մասը ոռոգման նպատակով խողովակներով գնում է Գառնի։ Մյուս մասը գետի հունով հոսում է էլի դեպի Գառնի։ Մեր ճամփաները հաճախ են հատվում։ Ոչ այն պատճառով, որ նույն ուղղությամբ ենք շարժվում, այլ որովհետև առանց ինձ դու չես կարող։ Միշտ գալիս ափիս մոտ ես տունդ կառուցում, որ երեխաներդ ամռան տապն իմ մեջ խեղդեն, անասուններդ ինձնով ծարավ հագեցնեն, դու էլ ձուկ որսաս, արտերդ ջրես ու քչքչոցից տակ քեֆ անես։ Ավանեկից քիչ ներքև մենք կտրում ենք գետն ու Քեղվաձորով բարձրանում դեպի Գել կամ Գեղ։ Վարկածներից մեկով տեղանունը կապվում է Հայկ Նահապետի որդու Գեղամի անվան հետ։ Բարև ձեզ, բարև ձեզ, ես որ գյուղն է, Յոնասարը։ Ինչ եք ուզում, ստեղ եք ապրում դուք։ Ստեղ էլ ենք ապրում։ Էլ որտեղ։ Ստեղ։ Ձմեռն էլ եք մնում։ Մնում ենք։ Քանի տնտեսությունը։ 10-15։ Բա որտեղ ասել։ Հիմնական մնացել։ Հենց այս գյուղի բնակիչներ են։ Իսկ մնը շատ են ընդհանրապես, բայց եթացող գալացող են։ Բա ինչով եք զբաղվում ամբողջ օրը։ Անասնապահություն։ Ստացվում է։ Ստացվում է։ Դե հազիվ յոլա, սովաշ չեն մնում։ Դե փառք Գել, Գեղ, Քեղ, Գելասուր, Գեղասորի, Գյոլայսոր։ Հնչյունաիմաստաբանական այս փոփոխությունները հարյուրամյակների քաղաքական ու էթնիկական ազդեցությունների հետևանքն են։ 1604 թվականի բռնագաղթից հետո ամայացած Գելը կրկին բնակելի դարձավ 19-րդ դարի սկզբներին։ Գյուղում ապրում էին տարբեր դավարանքի և ազգության մարդիկ։ Հայեր, ասորիներ, թաթարներ։ Գյոլայսորի գերեզմանատանը պահպանվել են 10-ից 14-րդ դարերի վիմագիր տապանաքարեր։ Նրանց կողքին նորերն են։ Գերեզմանատնից քիչ հեռու մի բացառիկ պուրակ է, հյութալի խնձորենիներով ու Ստալինի բետոնե հուշարձանով։ Տեղացիներն ասում են, որ առաջնորդի գլուխը մի 20 տարի առաջ է ընկել։ Ինքն իրեն, ոչ մեկը հատուկ չի ջարդել։
Ես ծնունդով հացավանցի եմ, Գառնից են կողմ կան։ Ծնողներս Արևմտյան Հայաստանից են, Վանին նահանգի Բոğaz Քյասան գյուղից։ Դե 15 թվին գաղթել են ստեղ, հորս ընտանիքն եղել է 46 շունչ, որից միակ փրկվածը հայրս եղել էլ աղջկաշոր են հագցրել, մի կերպ փախ եկել է բնակվել է Հացավան։ Սիրել էր այս տարածքը, ասում էր Արևմտյան Հայաստանը մեր գյուղը տիպիկ այս տարածքներ, ես սիրեցի, հենց կիսաանտառային, այսպես, ու այդպես եկավ գյուղում, տենց խոսակցություն բան գնաց, մի 20-25 տնտեսություն մեր գյուղից ուղղակի ցանկություն հայտնեցին ստեղ ապրելու համար 48 թվականի մայիսին մենք եկանք ստեղ մի 30 տնտեսություն, 35 տնտեսություն ներգաղթող եկան, մի խելացի ժողովուրդ էին, Պարսկաստանից իհարկե մեծ մասը, դե մի 25-30 տնտեսություն Հացավանից եկան, մեր հետ իհարկե, Մարտունից էլ եկան, Մոլալու գյուղից, ընդեղ էլ ավիրեցին մի քանի գյուղ, իհարկե իջեցրեցին, ախր Մարտունեցին ախպեր, պետք է մնա Մարտունին, Մոլալեցի արի, այդ Մարտունին Մոլալի գյուղից էր ընդեղից, հետո Կզել Խարաբից, որ գիլաններն եկան նրանք էլ։ Ուղղակի ուզում եմ ասել ախպեր, ինչու կենտրոնացրին, դարձեցին 1.5 միլիոնանոց քաղաքը, ինչու, դա ինչ չեմ հասկանում, ինչ կոպիտ սխալ էր։ Վերջապես, անցել է դա։ Հետո ստեղ մի 25-30 տնտեսություն էլ ասոյներ կային, վերջապես 100-120 տնտեսություն ապրում է ստեղ։ Ապրում ենք և շատ լավ երևակայի։ 1960-ականների վերջերին գյուղը լուծարվեց և վերաբնակեցվեց, սակայն տարիներ անց բնակիչներից շատերը վերադարձան և ապրում են իրենց հայրերի կառուցած տներում։ Իմ եկած տարին այս ծառերը ոչ միա չկար, դրանք այդ 23 տարի արդեն այդ խնձորները, տանձերը բոլորը հիմա է աճեցրել։ Մերակ այդ մեծ պոպոգներն է շատ հին։ 200 տարվա, 250 տարվա։ Ու բոլորը կեսրարից ստեղծածն է։ Ոնց է չեք ձանձրանում ստեղ, թե ամբողջ օրը գործի մեջ եք։ Ես չեմ ձանձրանում, բայց ջահելները չեն ուզում մնան։ Դե ջահելները չեն ուզում մնան գործի համար, թե չէ որ կան աշխատեն կմնան։ Մի խոսա, գործի համար չէ, ուղղակի ես իմ որ լույս չկա, տելևիզոր չկա, երևի դրա համար ջահելները չեն։ Հիմնականում սա որ քեֆերի մեջ են, գելի կազմակերպում ամեն օր։ Ուզում եմ, որովհետև գիտեմ ամենաշատ մեր եկամուտը ստեղից ենք տանում։ Դեր ոչ մի հող չենք մշակել, գիտենք, որ ստեղ գոյնե ունենք։ Ընդեղ որպես կվարտիրանց, պոպոկ, դա չէ էլի, անասուն ունենք ստեղ, ընդեղ դժվար է պահելը, դաշտերը լրիվ տերիտորիաներ են, լրիվ պամիդորա, բայց ստեղ ազատ անասունը հարացումը ամեն ինչ ստեղծում է մեր համար։ Վարչա իրավական տեսանկյունից այս գյուղը չկա։ Այն ոչ փոստային ինդեքս ունի, ոչ կադաստրային գրանցում, ոչ հոսանք, ոչ թաղապետ, սակայն մաքուր է, կարգ ու կանոնով, որովհետև կարգն ի սկզբանե է դրված և մինչ այսօր փոփոխության չի ենթարկվել։ Այն ժամանակ ցավը տանեմ ազատ գետում Այն ժամանակ ադա ենք ասում, որ ասինք գետը ոչ ճղավորում է, չէ երկու, մեկը կտրում ենք, մոտորոս մեկ 40-50 մետր բանով, կտրում ենք դեմը, որպես ձուկ բանենք, պատկերացրու ազնվությամբ այդ 40 մետր կտրած այդ փոքրիկ վտակից, որ ասեմ կարելի էր մի փուտ ձուկ բռնել ու ամեն ձուկն 20-30 սանտիմ, կարմրա խայտ, ու այնքան առատ էր, մենք փոքր ձգեր չենք բռում, ափսոսում ենք, այն ժամանակ էլ մենք հասկանում ենք, ասա թող գնա։ Եվ հիմա, երբ շատերը ձգտում են դեպի քաղաքի բետոնե մի քանի քառակուսի մետրերը, այս մարդկանց երջանիկ ընտրությունը անհասցե գյուղ անտառի մեջ է, ոչ մի լրատվություն, ոչ մի կուսակցություն։ Ես հիմա զարմանում եմ ինչու են մարդիկ այդքան չարացած, ինչու են մարդիկ չար, հոգիները չար,
մարդկությունը երբ որ զարգանում է, զարգանալու հետ էլ գալիս է կատես եսամոլությունը, փառամոլությունը, շահամոլությունը, աթոռակռիվը Մենք տարբեր ուղղություններով ենք շարժվում։ Ես վերից վար, դու շրջանաձև։ Քո պտույտի կենտրոնը դու ես։ Դու կարծում ես, որ շուրջդ բոլորը պիտի ծառայեն քեզ։ Դու փորձում ես իմ հավիտենական հոսքը տեղավորել քո մշտական տեղապտույտի մեջ։ Կարող է հիմա ես բանը, անանուն մի բան դառնամ։ Ու դանդաղում, պղտորվում, խեղդվում եմ ես քո այս ջրափոսում։ Ազատի ջրամբար կառուցվել է 1978 թվականին։ 50 մետրից ավելի խորությամբ այս արհեստական լիճը կարող է տեղավորել մինչև 70 միլիոն խորանարդ մետր ջուր։ Բայց տարվա մեծ մասը ջրամբարը կիսադատարկ է։ Երբեմն ջրի մակարդակն այնքան կտրուկ է տատանվում, որ չկողմնորոշված ձկները գերի են մնում ազատված ցամաքին։ Ջրից ազատված տարածքն անասունների համար արոտավայր է ծառայում։ Մնացած լիճն էլ հաճելի հանգստավայր է և լավ որսատեղ ձուկ ու խեցգետին բռնելու համար։ Վերջին տարիներին ինչ-որ մեկն անգամ առիթից օգտվել ու 500 դրամ ոչ պաշտոնական հարկ է դրել ամեն մի ձկնորսի վրա։ Բայց այսպիսի որսի ակնկալիքը մարդաշատ է դարձնում տարածքը, հատկապես ապրիլ-հոկտեմբեր ամիսներին։ Այստեղ դու ինձ բաժանում ես մի քանի մասի, և ինձանից մնում է անունս միայն, որ հաստատ ես չեմ։ Այստեղից ես էլ պատմություն չունեմ։ Այստեղից սկսվում է քո պատմությունը։
Վաղուց այստեղով ջուրն այնպես չի հոսում, ինչպես պատկերված է հայտնի լուսանկարում, պարդիներով ու Արարատ լեռով։ Սա երեկվա օրն էր։ Այսօր ջուրը կորել է, պարդիները չորացել, գետի հունն էլ փակվում է աղբով։ Իսկ վաղվան հավանաբար կմնան միայն հանրագիտարանային տվյալները։ Ազատ գետը Արաքսի ձախ վտակներից է, սկիզբ է առնում Գեղամա լեռների լանջերից։ Ստորին հոսանքում դուրս է գալիս Արարատյան դաշտ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ես ու դու տարբեր ենք։ Կարոտներն են մեր տարբեր։ Հավատալիքները ուրիշ։ Իմ ու քո վաղվա օրը էլի ուրիշ։ Որովհետև ես իմ ճահճում էլ պահում եմ ճանապարհիս երգը։ Իսկ դու, չգիտեմ, հա, ես այդպես էլ չիմացա, դու ինձ լսում էիր,